Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Արևելագետ Գոր Գևորգյանը։ Պարոն Գևորգյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Գևորգյան, խոսենք Իրանի արդեն վերջին զարգացումների հետ կապված։ Հետաքրքիր է, որ արդեն այս փուլում Թրամփը դիտարկում է իրանական Խարկ կղզին զավթելու հնարավորությունը։ Իսրայելը պաշտոնապես հայտարարում է Լիբանանի հարավում ցամաքային գործողությունները սկսում։ Այս ամենին զուգահեռ Իրանը շարունակում է խոսել, որ կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի հասկացել, որ պատերազմ սկսելը սխալ էր, ասել է արտգործնախարար Իրանի։ Մեծ հաշվով, ինչ պատկեր ունենք մենք այս գրեթե 2 շաբաթ ձգվող պատերազմը որ փուլ է թևակողել, ինչ է սպասվում։ Շնորհակալ եմ հարցի համար եւ եւս մեկ անգամ հրավերի համար։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք Իրանի նման պետության մասին, մենք պետք է հասկանանք, որ սա խորքային ավանդույթներ ունեցող պետություն է, շատ բազմամիլիոն բնակչությամբ եւ բնականաբար նաեւ հսկայական տարածքով, ինչի համար եմ սա շեշտում, որովհետեւ հարկավոր է հասկանալ, թե խնդիրը ինչ է դրվել, ինչպիսի խնդիր է դրվել ԱՄՆ-ի եւ իսրայելական ռազմաքաղաքական ղեկավարության առջեւ։ Այսինքն Իրանը ինչ պատերազմի արդյունքում ինչ մակարդակի հասցնել։ Այստեղ 3 հիմնական սցենար կա, որի մասին իրենք բարձրաձայնել են, բայց դրանցից առավելապես առաջինի վրա են կանգ առնում, դա ռազմաքաղաքական ղեկավարության կամ ինչպես իրենք են ասում, այաթոլլաների իշխանության տապալումն է եւ նոր Իրանի կառուցումը։ Բայց սա այդպես հեշտ լուծելի խնդիր չէ, ինչպես տեսնում եք, որովհետեւ առաջի արդեն իսկ առաջնորդին հոգևոր սպանելուց հետո նրա որդին է, հիմա իրենք խոսում են նաեւ իր սպանության հետ կապված, բայց չի հաստատվում լուրերը։ Այստեղ հասկանում եք խնդիրը որն է, որ պետությունը նոր ընդհանրապես նորագույն ժամանակաշրջանում պատերազմի կանոնները, պատերազմի վերջնարդյունքները փոխվել են եւ մեր դասական ընկալման մեջ որ պետությունը գրավվեց, պետությունը զավթվեց, պետությունը օկուպացվեց, մի փոքր այլ ձևաչափ են, այլ տիրույթ են տեղափոխվել, որովհետեւ խնդիրը այդ պետությունը ոչ թե օկուպացնելն է տվյալ դեպքում, այլ այդ պետության մեջ համակարգային փոփոխություն առաջացնելը, որպեսզի Իրանը, ինչպես նշում են այդ կողմը, որևէ սպառնալիք չներկայացնի ընդհանուր ռազմաքաղաքական այն շարժառիթներին, որոնք որ հիմք են հանդիսանում, որպեսզի ԱՄՆ, Իսրայելը եւ այլ նաեւ խաղացողներ ներգրավված լինեն մերձավոր արևելքում։ Հիմա այս տեսակետից Իրանը դա շատ լավ հասկանում է եւ ավելին ասեմ, որ վերջի շրջանի ռազմական գործողությունների արձագանքը իրանական կողմից ցույց է տալիս, որ իրենք պատրաստվում էին երկարատև սցենարի։ Դրա մասին է վկայում այն, որ նաեւ այն ռազմահրամանատարական կազմը, որը որ հետևողականորեն ոչնչացվում է, ենթադրաբար նաեւ փոխանցվում է այլ մարդկանցով։ Այսինքն դա նաեւ կա այդ ծրագրային ամեն մի պաշտոնյայի համար գրեթե 2-3 փոխարինում առնվազն։ Եվ այստեղ պետք է հասկանանք, որ եթե ԱՄՆ եւ Իսրայելը կանխատեսում էին արագ հաղթանակ կամ արագ գործընթացի ավարտ ռազմական գործողությունների, ապա Իրանի համար սա շատ երկարատև եւ սողացող պատերազմի մարտավարական սցենար կարող է լինել։ Ինչու եմ ասում կարող է լինել, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ ցանկացած պատերազմի դեպքում, այս դեպքում էլ առաջին հերթին շատ ավելի ուժեղ տեղեկատվական պատերազմ է գնում եւ տարբեր տեսակի կեղծ հարթակների միջոցով կեղծ տեղեկատվություն է տարածվում նաեւ, որը շատ հաճախ ապահովում է նաեւ հաղթանակներ, տարբեր մարտավարական խնդիրներ։ Դե այդպիսի օրինակներ շատ կա պատմության մեջ։ Տեղեկատվություն են տարածում, որ այս հարցը ենթադրենք փակվել է կամ այս մարդը կամ չգիտեմ այս տարածաշրջանը այս փոքր հատվածը արդեն գոյություն չունի, հսկողության տակ է եւ հակառակորդ կողմը այդ ինֆորմացիոն տարափի տակ սկսում է նահանջել կամ խոճապ է սկսվում։ Սա արվում է երկկողմանի հարթակում միջելոց, դա էլ պետք է ասեմ, եւ հույս ունենալ, որ առաջիկայում որևէ մեկը կարողանա կանխատեսել, թե պատերազմը Իրանի դեմ երբ կավարտվի, շատ դժվար է, ավելին ասեմ, դա աչքակապություն կլինի, եթե որևէ մեկ ասի, որ մենք ենթադրենք 1 շաբաթ հետո կամ մինչև ամսավերջ կունենանք ինչ-որ կոնկրետ արդյունքներ։ Բայց դիմադրողականությունը ձեր տեսանկյունից, եթե նայում եք Իրանի այս պահին, ինչպիսին է եւ արդյոք կարողանալու է դիմադրել երկարատև, եթե օրինակ 2-3 շաբաթ եւս տևի այս պատերազմը։
Էլի եմ կրկնում, մենք պետք է նայենք, թե Իսրայելի եւ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը որ նպատակն են հետապնդում։ Միգուցե այս առաջնային նպատակը փոխարինվում է այլ նպատակով, այն որ Իրանին հասցվել է բավականին ուժեղ հարվածներ, որ ընդհանուր կառուցվածքային լուրջ վնասներ է հասցվել, ռազմական պոտենցիալին լուրջ վնասներ է հասցվել, դա ակնհայտ է, որովհետեւ կռվող կողմերից մեկը աշխարհի ամենահզորագույն պետությունն է, որտեղ կենտրոնացել է այնտեղ հսկայական ռազմական կարողություններ, նաև տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկն է Իսրայելը, որը դրան նաև մաս է կազմում։ Եվ այս առումով բնականաբար Իսրայելը դիմադրում է այնքան, որքան ներողություն, Իրանը դիմադրում է այնքան, որքան կարողանում է, բայց նորից Այսինքն կախված է պատերազմի շարունակականությունը Միացյալ Նահանգներից։ Այո, պատերազմի շարունակականությունը կախված է Միացյալ Նահանգներից, նաև այն արդյունքներից, որոնք որ այդ իսրայելо-ամերիկյան կողմը ակնկալում է։ Օրինակի համար, եթե որոշեն, որ պետք է սկսվի ցամաքային ռազմական գործողությունը, դա շատ ավելի կբարդացնի իրավիճակը։ Տեսեք, փորձում էին Միացյալ Նահանգների։ Այո, փորձեցին նաև քրդական գործոնը օգտագործել, բայց ոնց որ թե այստեղ որոշակի հարցեր կային, դրանք այլ քննարկման հարթակի հարցեր են, եւ սա կարծեք թե մղվեց երկրորդական պլան, որովհետեւ նորից եմ կրկնում, տարածաշրջանում, եթե հայեմատում ենք օրինակ արաբական երկրների հետ, Իրանը այդ առումով շատ բացառիկ է, չնայելով արաբական երկիր, որպես տարածաշրջանի պետություն։ Այսինքն հակվածությունը դեպի ռազմական գործողությունները շարունակելու եւ այլն, բնականաբար պետք է նաեւ հասկանանք, որ պետության ներսում կա մեծ դժգոհություն, շատ մեծ դժգոհություն։ Բայց դրա ծավալների մասին խոսել իրական ակադեմիական հարթակից տվյալներով շատ դժվար է, որովհետեւ նորից եմ կրկնում, տեղեկատվական պատերազմ է գնում, Իրանը փակ երկիր է։ Մենք մեր վերլուծական Իսրայելից էլ մենք շատ բան չենք տեսնում։ Իրանը փակ է, բայց Իսրայելում էլ բնականաբար Իսրայելում խնդիրները սկսվել են շատ վաղուց։ Արաբ-իսրայելական պատերազմների ժամանակ էլ է եղել, միշտ այդ ընդդիմադիր կողմը միշտ եղել է։ Շատ հազվադեպ են եղել, որ կոնսոլիդացվեն ամբողջությամբ, որովհետև կա միշտ այլ կարծիք։ Եվ դա լավ է, որ կա այլ կարծիք, որովհետև դա խոսում է պետության մեջ որոշակի առողջ հոսանքների մասին։ Ընդհանրապես, եթե պետությունը ամբողջությամբ միակարծիք է, դա տոտալիտար վարչակարգ է, ցանկացած պետություն։ Նույնը Միացյալ Նահանգներում աշխարհի ամենաժողովրդավար երկիրն է համարվում, բայց այնտեղ էլ կան, չէ՞, իշխանությանը հակառակ հոսանքներ եւ կարծիքներ։ Եվ դա շատ կարևոր է։ Պարոն Գևորգյան, մենք տեսնում ենք, որ ռազմական գործողություններին զուգահեռ նաև տնտեսական մեծ, այսպես պատերազմ է ընթանում եւ ամենամեծ խնդիրը դա Հորմուզի նեղուցի փակելն է եւ իրանական կողմը կարծեք թե դա ամենամեծ զենքն է դարձնում Միացյալ Նահանգների դեմ։ Սա կարող է ստիպել Միացյալ Նահանգներին նահանջել եւ այո, գալ բանակցությունների սեղան նստել։ Իրապես դա այսօր Իրանի համար ամենաէական գործիքն է պատերազմի վրա որոշակի ներազդեցություն գործելու, բայց հիմա ես որքան որ տեղեկացա լուրերից, ամերիկյան կողմը փորձում է Հորմուզի նեղուցը վերահսկելու ուրեմն կոալիցիա կազմել, որին պետք է մաս կազմեն նաև եվրոպական տարբեր երկրներ, եթե կուզեք անգամ ՆԱՏՕ-ն։ Բայց հիմա նաև դա որոշակի դիմադրություն է գտնում եվրոպական երկրների կողմից, ոչ բոլորն են համաձայն, որպեսզի այդ կոալիցիայի մաս կազմեն, որովհետև նրանք ասում են, որ պատերազմելուց առաջ մեզանից որևէ հարցում, որևէ քննարկում եւ այլն չի արվել որպես այդպիսին, եւ թվում է, թե սա միանձնյա այսպես կոչված որոշում է եւ գործողություններ են Իսրայելի հետ համաձայնեցված միայն, եւ այս առումով կա խնդիրներ։ Հետո մի մոռացեք, որ այդտեղ նաեւ այդ ձեր ասած այդ տնտեսական խնդրին զուգահեռ եւ երևի ավելի շատ աշխարհաքաղաքական խնդիրն է։ Ընդհանրապես մենք պետք է Հարավային Կովկասը եւ Հարավային Կովկասի շուրջ, այդ թվում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները դիտարկենք երկու հիմնական խորապատկերի ներքո։ Առաջինը դա տնտեսականն է, որը կարող ենք պայմանական կապել տարբեր տեսակի փոխադրումային ճանապարհների, միջանցքների եւ այլն, եւ դրանից մի փոքր առավել նաեւ աշխարհաքաղաքական գործիքակազմը, որովհետեւ դա խոշոր տերությունների համար շատ ավելի կարևոր ազդեցության լծակ է, որովհետեւ դա եթե դու նաեւ ունես ազդեցություն այդ փոխադրամիջոցների, միջանցքների վրա։ Եվ այս առումով մենք ասենց հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում որպես տարածաշրջանի մաս կազմող պետություն եւ նաեւ ինքը որպես այդպիսին առանձին Հարավային Կովկասը։ Եվ այս առումով պետք է նաեւ հասկանանք, որ այդ նույն եվրոպական երկրները, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը հետապնդում են իրենց սեփական շահերը եւ դրանով խնդիրը շատ ավելի է բարդանում։
Այսինքն սեփական շահերը դուք նկատում եք տնտեսական շահերը։ Ոչ միայն, նաև աշխարհակահաղական։ Փոքր, բայց աշխարհակահաղական։ Մինչ այդ շահերն անդրադառնալը նաև տնտեսական առումով մի դիտարկում հիմա նավթի գների հետ կապված բավական բարձր է, այլ իրավիճակ է ստեղծում նաև Եվրոպայում խնդիրներ են առաջանում։ Այս ամեն ինչը ի վերջո չեք կարծում, որ հանգեցնելու է կոալիցիա ձևավորել պատերազմը կանգնեցնելու։ Եթե մի փոքր վստահենք հեղինակավոր լրատվամիջոցներին, այդ թվում նաև արևմտյան, ապա արևմուտքում արդեն իսկ մեծ դժգոհություն կա վառելիքի գների աճի հետ կապված, տարբեր տեսակի առաջադաշության ապրանքների գնաճի հետ կապված եւ որը որ դեռ պետք է այլի ավելանա եւ այս առումով այո կարող է կողքից նաև ճնշման լծակներ առաջանան, որոնք որ ստիպեն, որպեսզի պատերազմող կողմը նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Ես ձեզ ավելին ասեմ, սովորաբար մեծ դիվանագիտական խաղի մեջ, անգամ պատերազմական այս գործողությունների ժամանակ շփումները լինում են, դրանք կոչվում են այդպես վարագույրի ետևի շփումներ։ Ես կարծում եմ, որ այդ շփումները կան նաև Իրանի եւ ԱՄՆ-ի միջև, տարբեր պետությունների միջոցով։ Այստեղ ամբողջ հարցը այն է, թե ինչ է քննարկվում, ինչ պայմաններով եւ ինչու կողմերը չեն գալիս հայտարարի։ Կարծում եմ, որ եթե պատերազմական գործողությունները այդուամենայնիվ տևական բնույթ կրեն, չեմ կարող ասել ժամանակի առումով որքան, բայց դրանք ամեն դեպքում ստիպելու են, որպեսզի բանակցային գործընթաց սկսվի, որովհետեւ դա կարճ բլիցկրիգային փուլը արդեն անցած էտապ է, որին որ ապավինում էր ԱՄՆ-ն եւ Իսրայելը։ Այսինքն նպատակային էր, որ առնվազն 1 շաբաթվա ընթացքում արագ իրենց հարցերը լուծեն։ Արագ խնդիրը կարգավորեն այն ռազմական առաջադրանքը, որը որ դրված է իրենց առջև, եւ մտնեն ուրեմն մյուս փուլ, այդ վերակառուցման ամբողջ այդ ճարտարապետությունը կյանքի կոչելու տարածաշրջանի, նաեւ Իրանի այդ ճարտարապետության մեջ մաս կազմելու առումով, բայց մենք տեսանք, որ դա այս փայլությամբ չեմ կարող ասել, որ ձախողվել է, բայց ամեն դեպքում չհամապատասխան է այդ ծրագիրը։ Ինչու չի ձախողվել, որովհետև գործընթացը դեռ շարունակվում է եւ այստեղ շատ գործոններ կան, որոնք կարող են կամ նպաստել, կամ ընդհակառակ ավելի երկարաձգել այս ամենը։ Բայց այն, որ կարճաժամկետ այդ ծրագիրը չստացվեց, դա փաստ է։ Արդյոք Իրանին հաջողվեց նաև մերձավոր արևելքի այն պետությունները, որտեղ կա Միացյալ Նահանգների ռազմաբազան, դրանք ոչնչացնել կամ տոկոսային հարաբերակցությամբ ստացվեց դա։ Չեմ կարծում, որ ոչնչացնելու մասին այստեղ կարող ենք այսպես հստակ կարծիք հայտնել, բայց հարվածներ է հասցվում, դրանք վնասներ են, իսկ մենք պետք է նաև հասկանանք, որ ընդհանրապես 20-րդ դարի վերջին, 21-րդում մասնավորապես պետության հզորությունը հաճախ սահմանում են այն ձևաչափի մեջ, թե իր սահմաններից ինչ հեռավորության վրա է նա կարողանում ռազմական լայնածավալ գործողություններ իրականացնել։ Հիմա այդ առումով այդ հեռավոր հատվածներում գտնվող ամերիկյան ռազմական ներկայացությունները, եթե հարված են ենթարկվում, դա իրականում բավականին մեծ վնաս է հասցվում այդ առումով այդ պետությանը։ Եվ բացի ֆինանսական ծախսերից, չմոռանանք, որ նաև զինվորների այստեղ կորուստների հարց կա եւ այլն, այսինքն ֆիզիկական ուժի ոչնչացման հարց է դրված, իսկ դա սովորաբար զարգացած ռազմական ենթակառույցներ ունեցող երկրի համար մեծագույն հարված է։ Եթե դուք վերցնեք օրինակ Իսրայելը որպես այդպիսին, Իսրայելի համար մի զինվորի կորուստը ազգային ողբերգությանը համարժեք ուրեմն իրավիճակ է։ Նույն նմանատիպ մոտեցումը նաև հաճախ կարող են գտնել արևմտյան երկրների մոտ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները, որովհետև այդպիսին է մշակույթը դրված քաղաքական, ռազմական, որ մենք եթե հզորենք, ապա պետքա մինիմալ կորուստներով հասնենք մաքսիմալ արդյունքների։ Հիմա Իրանը այդ կարծրատիպն է փորձում փոխել, որովհետև հարվածներ է հասցնում, ցույց տալով, որ դուք պաշտպանված չեք։ Այսինքն Իսրայելի ռազմական այս մարտավարական խնդիրը նաև ցույց տալ դա, որ դուք պաշտպանված չեք։ Եթե դուք խոսում եք նրա մասին, որ դուք ամենահզորն եք, ես իմ հարվածներով ցույց եմ տալիս, որ դուք այդքան էլ պաշտպանված չեք։ Եվ եթե հիշեք առաջին օրերի ընթացքում Իրանի այդ հարվածները բավականին ակտիվ էին եւ բավականին դիպուկ, որքան էլ որ Դե հա, ով էր պատկերացնում, որ Դուբայը ամենաանվտանգ երկրից կարող է դառնալ այսպիսի եւ տնտեսապես տուժել եւ վտանգավոր երկիր դառնալ։ Այս առումով տնտեսական նաև այդ կորուստները, որ կրում են այդ երկրները, դրա համար եմ ասում, գուցե սա ստիպի ինչ որ առումով այդ երկրներին կոալիցիա ձևավորել հակապատերազմյան, այսպես ասած, այսինքն պատերազմը դադարեցնելու, որովհետև իրենց վնասները շատ ավելին են։ Չի բացառվում, որովհետև նորից կրկնեմ, որ ընդհանրապես պատերազմում տնտեսական բաղադրիչը շատ էական է։
եւ եթե ժամանակներ ապավինենք պատմությանը, ես դες մի քանի հետաքրքիր օրինակ կբերեի, որ շատ հաճախ հաղթական շեմին կանգնած պետությունները վերջնական պետության զավթման ծրագրից հրաժարվում են, ինչու որովհետև դրա արդյունքում կարող են տնտեսական բաղադրիչ ունեցող հատվածները վնասվեն եւ գնում են հաշտության, որը չի համապատասխանում օրինակ զինվորականության տեսակետին։ Եվ այստեղ տնտեսական, այսինքն ֆինանս տրամադրող կողմը միշտ դուրս է գալիս ավելի հաղթանակած։ Եվ այս առումով շանս կա, որ ի վերջո այդ տնտեսական գործոնով պայմանավորված ճնշումները կլինեն բավականին ազդեցիկ եւ պատերազմը հնարավոր կլինի տեղափոխել բանակցային հարթակ, որը ձեռք է տալիս տարածաշրջանի բոլոր պետություններին մեծ հաշվով։ Իհարկե եմ կրկնում, մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ը սրա մեջ մտել է եւ ակնկալում է կոնկրետ արդյունքներ։ Ենթակառույցներին բավականին մեծ հարված է հասցվել Իրանի այն տեղեկատվությամբ, որը որ մենք ստանում ենք։ Եվ եթե անգամ պայմանական ասենք, որ համակարգային փոփոխություն Իրանում տեղի չի ունենում, ամեն դեպքում վերականգնվելու համար հսկայական ժամանակ կպահանջվի։ Սա մասամբ իսրայելա-ամերիկյան նպատակների, ասենք, իրականացման ինչ-որ հատված կարող ենք համարել, բայց ոչ այն, ինչը սկզբից դրված է եղել ռազմավարական որպես նպատակ։ Վերադառնալով մեր տարածաշրջանի երկրների շահերին, սկզբում պատերազմի մենք տեսանք Իրան-Ադրբեջան հարաբերությունների բավականին լարված, մասնավորապես երբ որ Նախիջևանում հրթիռ խոցվեց, բայց ամեն ինչ կարծես թե հարթվեց։ Նաև մենք տեսանք իրանական հրթիռների Թուրքիայում խոցելը, չնայած Իրանը հերքում էր այդ մասին։ Ի վերջո ինչ պատահեց, ինչ զարգացում տեղ ունեցավ եւ հնարավոր է այս պայդրությամբ ասել, որ իսկապես Ադրբեջանը չի սրի իր հարաբերությունները եւ պլազդարմ չի դառնա Իրանի դեմ։ Պատերազմների ընթացքում ես դրա մասին մի օրեր առաջ մի փոքր բան էի գրել, ընդհանրապես այդ պատերազմներում սովորաբար մոտեցում կա, կոչվում են կեղտոտ մեթոդներ, այսինքն փորձում են այլ կողմի ներգրավել պատերազմի մեջ, որը որ ենթադրենք պահպանում է չեզոքություն, կամ արհեստական պատերազմական իրավիճակ են ստեղծում, սպառնալիք, որպեսզի այդ կողմը ներգրավի։ Իրանական կողմը այդ հարվածները հերքել է, ասել է ավելին իր ներսում հետաքննություն է սկսել բարձրելու համար ոնց է եղել, որ այդ ԱԹՍ-ները ընկել են Նախիջևանի տարածքի վրա եւ կամ Թուրքիայի ուղղությամբ են թռչել։ Այսինքն այստեղ մենք պետք է հասկանանք, որ վստահաբար կան ուժեր, որոնք որ ուզում են, որպեսզի էսկալացիան մեծանա, որպեսզի ինչու որ բեռը բաժանվի, այսինքն ավելի շատ խոցելի դառնա իրանական կողմը, ճակատները շատ լինի, իրանական կողմը ավելի խոցելի դառնա, եթե նայում ենք սահմաններին, մանավանդ եթե նայում ենք Իրանի ներսում բազմաէթնիկ կազմը բնակչության, դա ստեղծում է բավականին մեծ պարարթող։ Բայց այս դեպքում նաև հասկանում ենք, որ կա զսպման որոշակի մեխանիզմ, որը այս դեպքում Միացյալ Նահանգներն է դրել խաղասեղանին, եւ այս առումով պետք է ասեմ, որ թե Թուրքիան եւ թե Ադրբեջանը բավականին այսպես չափավոր պատրաստակամություն են դրսևորում հակամարտությանը, զսպվածություն ավելի ճիշտ հակամարտությանը միջամտելու եւ սպասում են իրենց աստղային ժամին, ասենց ասեմ, այսինքն ո՞րն է լինելու դա։ Դե պայմանական աստղային ժամ, այսինքն ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ իրենք արդեն պատերազմի ինչ որ մի փուլում հասկանան, որ իրենց միջամտելու կարիքը կա։ Իրենց համապատասխան բնական միջամտության, թե պարզապես չեմ կարող ասել ինչ ձևով դա կլինի, բայց այն որ իրենք հետապնդում են իրենց սեփական շահերը Իրանի հարցում, ընդհանրապես հարավային Կովկասում եւ մասնավորապես նաեւ Իրանի հարցում դա ակնհայտ է, որովհետեւ գիտեք մեր տարածաշրջանում շատ կներեք, իրենց թույլ թե ուժեղ Իրան է պետք։ Նկատում եք Թուրքիան, բնականաբար թույլ։ Ինչու որովհետեւ դա զսպող երկիր է։ Մինչև հիմա զսպող երկիր է, անգամ հիմա, երբ որ ինքը պատերազմական իրավիճակի մեջ է, զսպող երկիր է։ Այսինքն ամեն դեպքում այս իրավիճակը ինչ որ ձև նաև իրենց շահերից է բխում։ Ճիշտ է, ակտիվ չեն մեծ հաշվով, այո, ընդհանրապես տարածաշրջանային անկայունությունը ոչ մեկին ձեռ չի տալիս, բայց կա անկայունություն, որտեղից որ պետություններ կան, որոնք որ շահեկան են դուրս գալիս։ Եթե նայում ենք ձևաչափի շրջանակներում հայացք Երևանից, բնականաբար իրենց ձեռք է տալիս թույլ եւ ընդունակ կոտրված Իրան։ Բնականաբար, ինչու որովհետեւ Իրանը այսօր տարածաշրջանում հանդես էր գալիս միշտ տարբեր տեսակի միջանցքների, տարբեր տեսակի մայրուղիների եւ այլն,
զսպման տեսակետից նաև հետապնդելով իր սեփական շահը բնականաբար ոչ թե ասենք որևէ մեկ այլ պետության, բայց այդ սեփական շահը հաճախ համընկնում էր նաև մեր շահի հետ։ Եվ այս առումով կարևոր է եւ մի էական հանգամանք էլ, որին շատ հաճախ մեզանում շատերը չեն անդրադառնում, երևի նաև գիտակցում են, բայց չեն անդրադառնում, չես հասկանում ինչու։ Հասկանում փոքր պետության համար, ինչպիսին է Հայաստանը, շատ էական է, որպեսզի մի ուժերի հավասարակշռություն, որովհետև եթե միանձնյա պետության ներկայություն է, այդ միանձնյա ներկայությունը մի օր կարող է չլինել։ Եվ այդ ժամանակ երկու բան կա, կամ դու պետք է լինես շատ ուժեղ, որ այդ դատարկ տեղը լրացնես, որը քիչ հավանական է, որովհետև մենք հասկանում ենք մեր ռեսուրսները, մենք հասկանում ենք մեր կարողությունները, եւ նաեւ այն տեսլականը, որը որ այս պահին գոնե փորձում ենք հասկանալ, բայց չի ստացվում, դժվար է դա լրացնել։ Եվ հետեւաբար պետք է ուժերի այնպիսի համադրություն լինի, որ մեկը մեկին զսպի։ Հիմա այս դեպքում Իրանը զսպող էր։ Հիմա եթե Իրանը չի լինում այնպիսին ինչպիսին եղել է կա, նկատում են որպես զսպող ուժ։ Այդ դեպքում ուժերի հարաբերակցությունը կտրուկ խախտվում է ի վնաս փոքր պետությունների, այդ թվում նաև Հայաստանի։ Ինչու՞, որովհետև տվյալ դեպքում Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական գործոնը կամ տանդեմը դառնում է դոմինանտ, որքան էլ որ Միացյալ Նահանգները փորձում է զսպողի դերակատարություն ստանձնել սկսած օգոստոսի 8-ից 2025 թվականի եւ այլն, որը մենք չպետք է անտեսենք եւ դրան պետք է բավականին այսպես պատասխանատվությամբ վերաբերվել եւ ընդհանրապես հաշվարկային տեսակետից նայել այդ ամեն ինչին։ Պարոն Գեորգյան, քանի որ արդեն եկանք Հայաստան, ձեր տպավորության նաև հարցնում եմ որպես նախկին ԿՊ խմբակցության պատգամավոր, երբ որ տարածաշրջանը վառվում է, Մերձավոր Արևելքում այսպես իրավիճակ է, Հայաստանում իշխանությունը բարձր մակարդակով, կառավարության կազմով ներկուսակցական քարոզչություն է անում, այդ մասին on-line ցուցադրում է, ել չեմ խոսում այդ գուգուրուց, բեռաշկի եւ այլն։ Ձեր տպավորությամբ ինչի մեսիջ է սա։ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի ղեկավարությունը մի կողմում, երբ որ իր անմիջապես հարևանության պատերազմ է ընթանում, մյուս կողմում այս պատկերն է մենք տեսնում։ Սա ինչի մասին է խոսում։ Ձեր հարցը ձեր թույլտվությամբ երկու հատվածի բաժանում էլի պատասխանի առումով։ Առաջինը, որ այդ կազմակերպված ուրեմն գործողությունը կամ չգիտեմ քարոզարշավը ունի հստակ հասցեատեր, դա այն ընտրազանգվածն է, որը որ պետք է ձայն տա գործող իշխանությանը ամսի 7-ին ենթադրաբար, այսինքն ուղերձը հղվում է առաջին հերթին, որ ամեն ինչ նորմալ է, մենք խաղաղ ենք, որևէ խնդիր չունենք եւ այլն։ Սա մի հատված է։ Երկրորդ հատվածը մի փոքր sense կենցաղային նոտայից սկսեմ, այսպես ասած։ Ես բազմաբնակ շենքում եմ մեծացել եւ բնականաբար ոչ բոլոր հարևաններն էին, որ միմյանց հետ հաշտ էին։ Տրամաբանական բան է, տարբեր մարդիկ, տարբեր հույզեր եւ հայացքներ, բայց ես փոքր տարիքից հիշում եմ, որ մեր շենքի որևէ մի շքամուտքից լուր էինք ստանում, որ մարդ է մահացել։ Մեր հարևանները մեկս մեկին ծնողները ասում էին չաղմկեք, հեռուստացույցի ձայնը չբարձրացնեք, եւ որովհետեւ մարդ է մահացել։ Մարդուն մենք չենք ճանաչում, այսինքն կար ընդհանուր այդ համերաշխությունը սքակցելու այդ բանաձևը, որը ապրումակցելու, սքակցելու, որը անչափ էական է բոլոր առումներով։ Հիմա ես, եթե չեմ սխալվում, ամենաողբալի էջերից մեկի ժամանակ այդ քարոզարշավը մեկնարկեց գործող իշխանության եւ հենց այն օրը, երբ այնտեղ զոհվեցին աշակերտուհիներ եւ դա իրականում մեծագույն աղետ էր։ Եվ այդ դրա հետ որ համադրում ես այն ինչ որ տեղի ունենում, իհարկե դա շատ ամոթալի երևույթ է ընդհանրապես, որովհետեւ հարևանի երկրում տեղի ունեցող ողբերգությանը պարտավոր է վշտակցել։ Մանավանդ դա այն երկիրն է, որը որ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ միշտ օգնության ձեռք է բարձել։ Ես փոքր տարիքից շատ բաներ կայելի կենցաղային մակարդակով հիշում եմ, որ ասում էին պարսկականա։ Մի խոսքով դրան չանդրադառնանք, զուտ ռեալ պոլիտիկի տեսակետից դա անտրամաբանական է եւ չի համապատասխանում այն ուրեմն բովանդակությանը, որը որ պետք է որդեգրի նման պետությունը հարևան պետությունում տեղի ունեցող զարգացումների առումով։ Իհարկե հրավիրվել են անվտանգության խորհրդի նիստ եւ այլն, բայց դրանք
Հարցի պաշտոնական կողմն են։ Ոչ պաշտոնական էլ, քանի որ մարդը այդ պաշտոնյան չունի ոչ պաշտոնական, ինքը միշտ պաշտոնական է, որտեղ ներկայացնում է պետությունը, հանրության ինչ-որ մի հատված եւ այլն, միշտ պետք է համաչափ լինի, հասկանում եք այդ եւ այդ խինդը եւ քարոզարշավը եւ հարևաններից մոտ տեղի ունեցող ողբերգական գործընթացները, անկախ այն բանից, թե դա ինչ նպատակի համար է արվում։ Հիմա բովանդակային առումով Հիմա իշխանությունը ընտրություններից 3 ամիս առաջ ուղիղ տեքստով ասում է ես եմ խաղաղություն բերողը կամ դուք պետք է ընտրեք իմ միջև խաղաղությունը, այսինքն կամ պետք է ընտրեք մյուս կողմին, որը պատերազմ է բերում, որովհետև նրանք Արցախի մասին են խոսում, Արցախի թեման են արծարծում, այս երկու հակադրությունը կա հիմա մեր երկրում Նիկոլ Փաշինյանի այսպես գլխավորությամբ։ Ինչ է ստացվում, եթե մենք խոսում ենք ընդհանրապես Արցախից, արցախցիների իրավունքներից, արցախյան շարժման մասին, գրքեր ենք նվիրում մարդկանց, դա նշանակում է, որ մենք պատերազմի հրձիկներն ենք եւ միայն խաղաղություն բերողը Նիկոլ Փաշինյանն է, սա արդյոք այս իրավիճակում հանրությանը տրվող այն մեսիջն է, որ եթե մեզ չընտրեք իշխանությանը, ուրեմն պատերազմ է լինելու։ Մեր հասարակության ամենալայն զանգվածները պետք է հասկանան, որ դա абսուրդի հասնող մանիպուլյատիվ ռետորաբանություն է, որովհետև դա նախընտրական քարոզի մաս կազմող շահարկում է, որ իրականությանը չի համապատասխանում։ Նախ եկեք արձանագրենք, որ խոսել խաղաղությունից արժանապատիվ ընդհանրապես դա չի նշանակում ռևանշիզմ, եւ դա չի նշանակում քարոզել պատերազմ։ Չկա այսօր որևէ մի ողջամիտ մարդ մեզանում, Հայաստանում, ով փորձի մտածել, որ այո, վաղը պատերազմը անխուսափելի եւ անհրաժեշտ է Հայաստանի համար։ Չկա այդպիսի բան, որովհետեւ դա առնվազն, ասենք, խելահեղություն է, որովհետեւ մարդը պետք է հասկանա ինքը ինչ ունի եւ ինչի մեջով է անցնում։ Մի անգամ այդպիսի փորձի մեջով ինձ թվում է արդեն անցել ենք։ Մենք պատրաստ չենք այս բանին որևէ պատերազմի մասին խոսելու, բայց նաև պատրաստ ենք խոսելու, պետք է պատրաստ ենք խոսելու արժանապատիվ եւ իրական խաղաղության մասին։ Որևէ մեկին ընդհանրապես հետաքրքրում է կեղծիքը։ Ես ինձ թվում է, որ կեղծիկից բոլորը խույս են տալիս։ Որտեղ կեղծիկը ամենավատ, շատ հարցերում անմարդկային երևույթն է, բոլոր առումներով, մանավանդ քաղաքականության մեջ, երբ որ դու հասկանում ես, որ քո պետությունը կամ ժողովուրդը պետք է կեղծ խաղաղության օրակարգի մեջ ներգրավի։ Բոլորը, ովքեր որ նորից եմ կրկնում, իրապես մտածում են Հայաստանի Հանրապետության շահի մասին, այսօր կանգնած են խաղաղության կողքին, իրական խաղաղության կողքին, առանց նսեմացնելու ազգային արժանապատվությունը եւ մեր պետական ինքնիշխանությունը։ Ասում եմ, ով խոսում է Արցախյան շարժման մասին, նա է պատերազմ բերողը։ Արցախյան շարժման մասին հանրային հարթակում տարբեր մարդիկ կարող են խոսել, այլ բան է, որ դա պետական քաղաքական օրակարգից տեղափոխվել այլ հարթակ։ Պետական քաղաքական օրակարգն է համարվում դասի ուժերի համար ընկալելի օրակարգ։ Ինչ է ասում պետական խողովակը։ Հիմա եթե պետական խողովակը ասում մենք հրաժարվում ենք, բայց դուրս ներսը ինչի մասին որ խոսում են, ամեն դեպքում դա պատերազմի մասին խոսակցություն չի։ Դա պատերազմի քարոզ չի։ Դա արժանապատվության ճիշտ համադրություններով խաղաղության մասին է։ Իսկ ինչ վերաբերում է գիրք նվիրելուն եւ այլն, դա իհարկե абսուրդի ժանրից է նորից, դա երկրորդ ամսն է։ Բայց իրականությունն է, թանգարան տնօրենը ազատվել է այդ պատճառով։ Դե գիտեք ինչ կա, հիմա այդ ազատմանը պետք է նաեւ լինի համապատասխան արձագանք այն բոլոր մասնագետների կողմից, ովքեր որ որևէ կերպ առնչություն ունեն այդ մասնագիտական, նեղ մասնագիտական խնդրին։ Դրանք կլինեն թուրքագետներ, ցեղասպանագետներ, պետք է ինչ-որ համապատասխան արձագանք լինի։ Ինչու համար, ինչպես եւ ոնց։ Այսինքն կարծում եք դրա պակաս կա այսօր։ Իհարկե կա։ Նկատի ունեմ հասարակական այդ ամբողջություն չէ, մտավորականություն չունենք ցավոք սրտի, դա փաստա դրա մասին շատ է ասվել եւ ոչ միայն ես, բայց մտածող մարդկանց արձագանքը պետք է համարժեք լինի, որ բոլորը ովքեր որ որոշում կայացնելու լծակներ ունեն, հասկանան, որ դա գտնելու է համապատասխան արձագանք։ Եթե դա անարձագանք է մնում, իդեպ տնօրենը ամենալավ եւ հայտնի մասնագետներից մեկն է, որքանով այլ հարց է։ Արդեն այլ հարց է։ Պետք է իրեն հարցնեք ինչու է լռում։ Դրա հասցեատերը ես չեմ։ Ես ասում եմ, թե ինչպիսի իրավիճակ պետք է լիներ նմանատիպ գործողության արդյունքում, որը որ չնայած ինչի մասին ենք խոսում, երբ որ
Բազմաթիվ այլ հարցեր է տեղի ունեցել, ոչ պակաս կարևոր եւ միգուցե շատ ավելի կարևոր, բայց արձագանք այդ նույն մտածող հատվածի կողմից շատ հազվադեպ եւ այսպես հատուկենտ է եղել, երբ որ դա պետք է ունենար հստակ հասցեատեր։ Համակերպվել է հայ հանրության այդ ձեր ասած մտածող հատվածը այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում հիմա։ Ինչ է նկատի ունեք։ Նկատի ունեմ նույն Նիկոլ Փաշինյանի թեզերը խաղաղության հետ կապված, ցեղասպանության հարցերի հետ կապված, Արցախի հետ կապված, այդ ամեն ինչի հետ հանրությունը մտածող հատվածը հաշտ է։ Ամսի 7-ին պարզ կլինի։ Այս բան չեմ կարող որևէ հստակ բան ասել, միայն կարող եմ ասել, որ դժգոհությունը բնականաբար շատ մեծ է եւ այն մարդիկ անգամ իմ շրջապատում, ովքեր շատ բացասական են վերաբերվում իմ դիրքորոշմանը, մի խոսքով դա այլ հարց է, որին այս բան տեղին չէ անդրադառնալը։ Հիշեցնենք, որ դուք 20 թվականի պատերազմից հետո եք հեռացել։ Այո, որովհետև կային իրողություններ, որոնք որ այլ մոտեցում էին պարտադրում, առնվազն տված այն խոստումների շրջանակում, որոնք որ եղել են, բայց ունենք այլ իրողություններ։ Մի խոսքով այդ ժամանակ անգամ արձագանքը պատերազմից հետո այն մարդկանց, ովքեր որ քննադատաբար են մոտենում այն ամեն ինչ որ տեղ ունեցավ, շատ ավելի պետք է ասեմ, որ խիստ էր, շատ ավելի քննադատելի էր, նկատի ունեմ ուղղված այն մարդկանց, ովքեր որ քննադատում էին գործող իշխանությանը, եւ հիմա դրանցից շատերը նաեւ հասկանում են, որ այդ հիասթափությունը իրանց էլ դիպ չէ, իրենք հասկացան, որ խորքային խնդիրներ կան։ Հասկանում եք, այստեղ փոխկապակցված հարցերը շատ են։ Անհավասար տնտեսական բարիքի բաշխման գործընթացից, մեխանիզմից եւ բովանդակությունից մինչեւ տարածաշրջանային կայունություն եւ անվտանգություն։ Շատ խորն է հարցերը եւ կրթական համակարգ, մշակութային դա մի հատ հսկայական փաթեթ է, բոլոր ոլորտներին առնչվող փաթեթ է։ Եվ եթե հասարակությունը իրականում գիտակցում է, հայ հասարակությունը իրականում գիտակցում է այժմ էականությունը, հարցերը 1 րոպե շուտ կարգավորման գործընթացի մեջ տեղափոխելու առումով, ուրեմն ինքը իր դիրքորոշումը ամսի 7-ին հունիսի կհայտնի։ Եվ դա կլինի ամենապարզ, այսպես ամենահստակ առհավատչյան։ Այսինքն, պարոն Գևորգյան, հստակեցնեմ, մինչև 20 թիվը պետական մտածողության, պետության հանդեպ քաղաքականության լրիվ այլ մոդել է ունեցել իշխանությունը, 20 թվականից հետո լրիվ այլ բան է փոխվել։ Մենակ իմ տպավորության հարցը չի, դուք ներսում եք եղել դրա համար։ Մենք հիմա հստակ ունենք արդեն կյանքի կոչված փաստերի հետ։ 20 թվականին կար Արցախ կամ այն ինչ որ մնացել է Արցախից, 20 թվականին կար Մարտունակ բանակ եւ հետո ունենք այն ինչ որ մնացել է Մարտունակ բանակից եւ այդ իրականությունը այն իրականության հետ, որով որ սկսվել է քաղաքական նոր գործընթացը 2018 թվականից իրարից սարեր ձորի տարբերության մեջ է։ Կան խոստումներ, որոնք որ այդպես մնացել են թղթի վրա եւ հոդս են ցնդել առհասարակ եւ ավելին ասեմ, հələ դա ոչինչ որ չեն իրականացվել։ Քարուքանդ են արել պետական հենասյուները։ Եվ դրանից հետո ինչի մասին խոսես։ Եթե որևէ մեկը որ մտածում է, որ դե հա լավ ինչ անենք, հիմա դա կարելի է փոխել, դա կարելի է շտկել, խնդիր չկա, թող փոխեն, ես հպարտանամ դրանով, բայց ոնց որ թե չի ստացվում այդ փոփոխությունը։ Դուք ասենք դուք տեսել եք օրինակ Հայաստանում չքավորության սահմանից, տվյալները չքավորության սահմանից այն կողմ քանի մարդ ապրում։ Ծայրահեղ աղքատության մեջ։ Դուք տեսել եք օրինակ ասենք գնաճը ինչ աստիճանի է, համեմատել եք օրինակ տարբեր տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի Հանրապետությունում գնաճը։ Բևեռացումը, ընդհանրապես սոցիալական բևեռացումը ծայր աստիճան խորացել է։ Ծայրը միջին խավը գրեթե շուտով կարող է ընդհանրապես վերանա։ Կամ այն աստիճանի փոքրանա, որ Հայաստանը դառնա հստակ բևեռացված ծայրահեղ չքավորների եւ ծայրահեղ հարուստների։ Դա ում հասցեա, ով է դրա հասցեատեր, ում պատասխանատվության հարցն է դա, իմ ձեր գործող իշխանության։ Ցանկացած մարդ այն պահից, որ ստանձնում է պարտականությունները, այդ պահից սկսած դա տեղափոխվում է իր պատասխանատվության դաշտ։ Դա նույնն է ոնց որ դասախոսը մտնի լսարան ու ասի, գիտեք ինչ կա, դուք նախկինում այսպես, դու մտել ես լսարան, այդ պահից դու այդ տեսանի պատասխանատուն ես քո դասաժամի, քո առարկայի համար եւ քո առարկայի հետ կապված բոլոր հարցերի հասցեատերը դու ես։ Եվ
այլ դաշտ տեղափոխելը Դե նախկիններն են մեղավոր, նախկիններն են հիմք ստեղծել։ լավ հասկացանք, հիմա դրա համար էլ կան մեխանիզմներ, դրա համար էլ կան գործիքակազմեր, այդ ամեն ինչը շտկելու, փոխելու եւ ի վերջո հանրությանը ցույց տալու, որ տեսեք, որ մենք այս հարցը սենց ենք ներկայացրել, հիմա այդ հարցը կարգավորման այս մեխանիզմներն են կիրառում, բայց հասարակությունը այդ ամեն ինչը տեսնում է, չէ՞։ Ժողովուրդն էլ է տեսնում։ Մենք ամբողջ խնդիրն է, որ պետք է հասկանաս ինչի համար են տվյալ իշխանությանը մարդիկ համակրում, նրանք ովքեր որ դեռ շարունակում են համակրել։ Եվ այդտեղ փնտրել խնդիրները։ Շատ կարևոր հանգամանք է։ Եվ ելի եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության համար անվտանգային բաղադրիչը շարունակելու է մնալ ամենամեծ օրակարգային խնդիրը։ Եվ դրա հետ միասին նաև այն սոցիալական փաթեթը, ծայրահեղ խնդիրների, օրվա ապրելահացից մինչև ընդհանուր այդ զամբյուղ առաջի անհրաժեշտության ապրանքների մնալու է միշտ օրակարգում։ Այս երկու հիմնական խնդիրներն են։ Էլ չեմ խոսում կրթականի մասին, որը որ եթե մենք չենք զարգացնում, ինչ ուժեղ պետության մասին է խոսքը ընդհանրապես, եթե խոսում ենք, որ պետք է մենք երբևէ ունենանք այդպես ուժեղ տարածաշրջանում մեր համապատասխան դե դա արդեն մնացել է, հա, չէ, դա բան է մնացել էլի, հասկանում եք, որ քո պարտքը արտաքին գնացել հասել է տիեզերական աշխարհական թվերի։ Մի խոսքով, խնդիրները շատ են, եւ իհարկե չպետք է մոռանանք մեր հարևաններին, որոնք որ իրենց ծավալապաշտությունից 1 րոպե չեն հրաժարվելու։ Միայն այն դեպքում, երբ որ կլինի հզոր Հայաստան, ուժեղ Հայաստան։ Հիմա այդ ուժեղ Հայաստանն էլ է դարձել այտենց խնդրահարույց ձևակերպում, էլի հենց ասում ես ուժեղ Հայաստան, ինչ որ առանձին խմբեր կան, մարդիկ կան, այտենց մի տեսակ բան են անում, էլի ինչ որ այտենց բորբոքվում են։ Այո, ուժեղ Հայաստան է պետք։ Եվ այդ ուժեղ Հայաստանը մեր բառապաշարի խոսքն է, դա որևէ կուսակցության սեփականաշնորհած բառը չի։ Հզոր, ուժեղ, կայուն, մարտահրավերներին դիմակայող, այլ ոչ թե այդպես հատվածական իր փոքր սողանցքը գտնելու, տեղավորվելու, որպեսզի այտենց արանքից ինչ-որ մի բան փախցնի, ոչ, մեզ համակարգված նորմալ պետություն է պետք։ Բարձր կրթական նշաձողով, նորմալ գիտելիքներով մեզ երիտասարդություն է պետք, առողջ երիտասարդություն է պետք։ Բոլորը պետք է սպորտով զբաղվեն, շատ ակտիվ կերպով։ Բայց դուք մի հատ մոնիտորինգ է պետք անել, հասկանում եք, այնքան հարցեր կա։ Ես օրինակ մեր ինստիտուցիոնալ ընդդիմության փոխարեն որոշ բաներ կանեի երիտասարդության հետ կապված, որ մենք հասկանանք այդ երիտասարդությունը ընդհանրապես ինչով է զբաղվում, ինչ հոգսեր ունի, ինչ խնդիրներ ունի, արդյոք ով ինչքան է ներգրաված տարբեր տեսակի գործընթացների մեջ առողջացման։ Էլ չեմ խոսում ավելի մեծ խնդիրների մասին, որոնք ցավոք սրտի մեր հանրապետության առաջ դրան շեմին էին, հիմա արդեն ներսում են։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։